Հայտարարությունները, որ արվեցին Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ եւ անպարտավորությունները, որ ստանձնեց Սերժ Սարգսյանը, չի կարելի գնահատել այլ կերպ, քան ինքնիշխանություն անվտանգության դիմաց։ Դա է այդ գործարքի իմ գնահատականը։ Հաջորդը մի անգամից ասեմ, որ Հայաստանի սահմանադրությունը բացառում է Հայաստանի Հանրապետության լիարժեք անդամակցությունը Մաքսային միությանը։ Կարճ պարզաբանեմ, Մաքսային միության կանոնադրությունը նախատեսում է վերպետական մարմիններ, ըստ որի մաքսային անդամ պետությունները իրար հետ կազմում են մեկ մաքսային տարածք եւ այդ վերպետական մարմինն է որոշում այդ ընդհանուր միասնական մաքսային տարածքում թե ողջ մաքսային քաղաքականությունը, թե կանոնակարգում արտաքին առևտուրը երրորդ երկրների հետ։ Դա կլինի Հայաստանի ինքնիշխանության կորուստ, ինչը բացառում է ներկայիս սահմանադրությունը։ Ընդ որում սահմանադրության որևէ փոփոխություն չի կարող ապահովել այդ անդամակցության օրինականությունը։ Ինչի մասին հենց իրենք Հայաստանի իշխանությունները, եթե չեմ սխալվում, օգոստոսի 22-ին իշխանության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր այդ մասին։ Հաջորդը ակնհայտ է, որ այդ որոշումը ընդունվել է վերջերս, ինչի մասին հենց այդ վկայությունն է, որ ես ասեցի, օգոստոսի 22-ին այդ գնահատականներ տվել իշխանությունների կողմից, եւ դա կայացվել է, ինչքան էլ հերք են մեր իշխանությունները, ակնհայտ է, որ դա այդպես է, Ռուսաստանի ահռելի ճնշման ներքո։ Ինչպիսի ճնշումներ կարող է եղած լինեն։ Ես նշեմ ընդամենը երկուսը, ինչու երկուսը, որտեղ այդ երկու ճնշման լծակների մասին խոսել են Ռուսաստանի պաշտոնատար անձիկ։ Ընդգծում եմ պաշտոնատար անձիկ, ոչ փորձագետներ, ոչ իշխանության մոտ կանգնած, բայց իշխանություն ձևականորեն չներկայացնող անձիկ։ Առաջինը Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման սպառնալիքն է, որը վստահ եմ, որ կիրառվել է Մոսկվայի կողմից։ Չհիշեցնեմ Ադրբեջանին զենք վաճառելու, հարձակողական զենք վաճառելու գործարքները, ինչպես նաև ընդգծելով Ադրբեջանի հետ նրանց ռազմավարական հնարավորությունները, հարաբերությունները Ռուսաստանի կողմից, միայն Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նման բան չի ասել։ Երկրորդ, խոստանալով, ավելի ճիշտ սպառնալով Հայաստանում սրել ներքին իրավիճակը։ Ակնհայտ է, որ Կրեմլը մի քանի նկատառումներ ուներ։ Առաջինը պարզ է, որ շարունակում է իր նեոկայսրապետական քաղաքականությունը, պահը ընտրված էր մի քանի նկատառումներով։ Առաջինը մոտենում է նոյեմբերը Վիլնյուսի գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պարտավորություն ուներ ստորագրելու ասոցիացիան համաձայնագիրը Եվրոմիության հետ։ Երկրորդ, օգտագործվեց պահը, երբ Արևմուտքի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Սիրիայի հարցում, եւ երրորդ, թերևս ոչ պակաս կարևոր, Ռուսաստանին անհրաժեշտ էր մեծ քսանյակի համաժողովի նախօրեին լուրջ քայլ կատարել ուղղված Եվրոմիության ծրագրերի դեմ։
Դա կատարվեց ի հաշիվ Հայաստանի եւ Հայաստանին առաջարկվեց անվտանգության Ռուսաստանի համակարգում մնալու համար դուք պետք է զիջեք Հայաստանի ինքնաշխանությունը։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը գրեթե ամբողջապես սրանից հետո որոշվելու է Մոսկվայում։ Սա մեկ։ Երկրորդ։ Եթե տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը Լեռնային Ղարաբաղը հանեցին ԼՂ կարգավորման գործընթացից Ղարաբաղին վերածելով կարգավորման կամ հակամարտության սուբյեկտից հակամարտության օբյեկտի, հիմա փաստացի դա տեղի ունենալու Հայաստանի հետ։ Թե Ադրբեջանը, թե աշխարհը, եթե դա կայանա, սրանից հետո կարծես թե Հայաստանի հետ խոսելու բան չունեն եւ բոլոր հարցերը պետք է լուծեն բացառապես Մոսկվայի հետ։ Երրորդ, եթե դա տեղի ունենա, դա շատ լուրջ քաղաքական փոփոխություն է տարածաշրջանում եւ դա չի կարող ազդեցություն չունենալ հենց հայ-թուրքական հարաբերությունների վրա, որտեղ նույնպես որոշողի դերը ստանձնելու է Մոսկվան։ Էապես վտանգված կլինի հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացումը եւ ակնհայտ է, որ Վրաստանը ել ավելի սերտորեն կհամագործակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Երկու օր առաջ Վրաստանի վարչապետը հայտարարել էր հավասարակողմ, այդ թվում նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին, դա արդեն տեղի չի ունենա։